Անենք կանխատեսում և տեսնենք ինչպիսին կլինի հունիս ամիսը խեցգետինների համար։ Աշխատանքը խեցգետինների, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը խեցգետինների, խորհուրդը, անակնկալը, զգուշացումը և ողջ ամսվա էներգիան, թե ինչ էներգիաների մեջ կլինեն մեր խեցգետինները ողջ հունիս ամիսը։ Ինչպիսի էներգիաների մեջ կլինեն ողջ հունիս ամիսը։ Ողջ հունիս ամիսը ինչպիսի էներգիաների մեջ կլինեն խեցգետինները։ Ճիշտ ասած ինձ հարցնում են տարոլոգ, ձեր վիդեոների ժամանակ ինչ-որ սպիտակ բաներ են թռնում, անկեղծ ասած ես էլ եմ նկատել ու չունեմ սրա բացատրությունը։ Գուցե սա ուժի կենտրոն է, այստեղ հզոր ուժեր են և չգիտեմ, ինչ-որ էներգիա կա, որ այսպես նման իրավիճակ առաջացնում։ Տեսեք, անգամ ես ոչինչ չեմ անում, բայց դարձյալ այդ ամեն ինչը կա։ Ինձ համար էլ անհասկանալի։ Ինչևիցե, ձեր աշխատանքը։ Սա իմ ուժի կենտրոնն է և հնարավոր է, որ այդպես լինի։ Աշխատանքում տեսեք, նախ այստեղ ձեզ շատ պետք կգա, հենց ձեր կարտն էլ դուրս ա եկել, նենցա որ դուք ջրի նշան եք, վերխովնա ջրիցն շատ կապ ունի ինտուիցիայի հետ։ Դուք ինտուիտիվ կարող եք զգալ, հա, ձեր աշխատանքի հետ կապված խնդիրներ, այստեղ դուք հասկանաք, որ ինչ-որ գաղտնի բանը ձեր կողմը, այսպես ձեր կողքերը տեղի ունեն, բայց դուք չգիտես որտեղից տեղեկացված եք, չգիտես որտեղից գիտեք ու զգում եք, ուշադրություն դարձրեք աշխատանքի հետ կապված, այսպես ձեր ներքին ձայնին, հա, այստեղ նաև հնարավոր է դուք որոշեք, որ աշխատանքում այսպես ինչ-որ գաղտնիքներ պահեք։ Ֆինանսի հետ կապված 5 ժեզլ, ձեզ ֆինանսը, եթե պարտք եք տվել պայքարով հետ կվերցնեք, հարցեր կան, որ ձեր մեջ այսպես ներքին պայքար են առաջացնում, ֆինանսի հետ կապված դժվարություններ կարող են լինել պայքարի հետ կապված, հա, թե դուք այստեղ տեսեք կարող է գաղտնի նյուանսները հենց որ կային, դրանք ձեզ տանեն դեպի պայքարի։ Անձնական կյանքում խեցգետիններ, ինչ է սպասվում։ Այստեղ 9 գավաթներ նշանակում է, որ կամ դուք կզգաք, որ դուք պետք է կատարեք, ընդունենք ձեր պարտնյորի ցանկությունները, կամ ձեր պարտնյորը կփորձի այսպես մեղմ կերպար, հա, ինչ դուք ուզեք բերի, այսպես էմոցիաներ առաջացնի, նու ձեր նպատակներին հասել եք, այն տպավորությունը, որ կարծես լիարժեք երջանկության համար ձեզ ընդամենը մեկ քայլ է պետք։ Առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է, եթե արդեն հիվանդ եք եկել, դուրս եք եկել այդ վիճակից, այստեղ կա և ֆիզիկական ամրություն, և ուժ, և արագություն, այնպես որ անձնականի հետ կարելի ասել ամեն ինչ նորմալ է։ Խորհուրդը ձեզ մի գնացեք գայթակղությունների և մի փորձեք գայթակղվել, ամեն փայլուն բան չի, հա, որ ոսկի է, և ձեր կյանքը իզուր տեղը քաոսի մի վերածեք։ Մինչդեռ անակնկալը որոշակի սահմանափակումների մասին է խոսում, դուք ինքներդ անակնկալ կերպով հնարավոր է ձեզ սահմանափակեք կամ հասկանաք, որ ինչ որ առումով դուք զրկված եք լիարժեք ձեր ազատությունից։ Անակնկալը, ներեցեք, զգուշացումը, կարելիվար կուպկով կապված է ձեր էմոցիոնալ ֆոնի հետ, կապված է ինչ-որ կնոջ հետ, եթե տղամարդ է պահող, իր կողմից այսպես, նու ավելի շատ այստեղ դրական էմոցիաներ, այսպես է գալի էներգիան, անակնկալ դրական ինչ-որ էմոցիաների հետ է կապված։ Ինչ վերաբերվում է, տեսեք, ինչ էի ասում, ողջ ամսվա էներգիան բավականին այսպես թախծոտ կլինեք, այստեղ գիտեք ինչ կա, ես կուզենայի մի հատ հասկանայի ինչի հետ է կապված, տեսեք ձեր զգացմունքների հետ է կապված, ամեն դեպքում այստեղ զգացմունքային կարտեր են դուրս գալի, դա այն է, այո, ինչ-որ գաղտնիք կտանջի ձեզ ներսից, դուք ինտուիտիվ էլ զգում եք, որ գաղտնիք կա ու էդի ձեզ կտանի մտահոգության։
Այսպիսին էր հարգելի խեցգետիններ ձեր հունիս ամիսը։